Այս աստե վնասներ կա, որ հեսա խփած է, էսի արդեն պիտանի չի։ Խփել է լրիվ արդեն, այդ խոնավությունն էլ եկավ լրիվ ավիրեց, ասենք հեսա դեղնեք մնացածն էլ թափել է։ Էսա սաղ ծառերի վրան կա։ Կարամ քաղեմ ցույց տամ։ Մայիսի առաջին կեսին տեղացած տեղատարապ անձրևի ու կարկուտի հետևանքով Արարատի մարզի Արտաշատ համայնքի գյուղերում կորցրել են բերքի մեծ մասը։ Քարաշենում եւ Հարևան Նարեկ համայնքներում տեղատարապ հեղեղը վնասել է ջրատարը, դեպի այգիներ տանող ճանապարհները, պարիսպներ։ Օրինակ, Քաղցրաշենում եւ Հարևան Նարեկ համայնքում տեղատարապ հեղեղը վնասել է ջրատարը, դեպի այգիներ տանող ճանապարհները, պարիսպներ։ Չեն մտերելու, գալու են նայեն, ասենք ֆուրատերն է, եկել է խոսում է պետք է տանի, հաստատ ընդեից որ ջոկեց բանդուշ չի գալու։ Տոնաներով ապրանքը հանել են աթխոտ, չեն կանալու դնեն ящик, որ այդ մարդը դնի կշռի, ինչ-որ մի հատ անել է լրիվ կանսերվի։ Կանսերվին այսօր ես իմ 30 դրամ տանի, թե 25 դրամ տանի, դա չգիտենք ինչքան է։ Թափել ենք էթա։ Անորոշ վիճակ է ժողովուրդ ջան, չգիտեմ, ուղղակի այս մեր կառավարությանը կխնդրեի, որ ամեն ձևով աջակցեր բոլոր ժողովուրդներին, բոլոր տեղերի, որտեղ որ խփերա կարգուտ է։ Քաղցրաշենում գյուղացիները արդեն մի քանի օր է գալիս են վարչական շրջանի շենք գույքագրելու ստացված վնասը։ Մի քանի օր է, ինչ գյուղացիների հոսքը չի դադարում։ Բնակիչ Գարիկ Հակոբյանը կորցրել է բերքի 80%-ը։ Եկել է այստեղ ակնկալիքով, որ համապատասխան գերատեսչությունները կօգնեն։ Մոտ 3 հեկտարին հասնող համարյա 2 հեկտար խաղողի այգի է եւ մնացածը ծիրան, դեղց, պոպոկ։ Վնասի չափերը ծիրանենին, դեղցը, պոպոկը 80-90% վնաս է եղել, իսկ խաղողը 70-ից 80 կարգի։ Միջինը կարելի է ասել մի 15 միլիոնի չափ այդքան վնաս է եղել։ Գյուղացիները այգիները մշակել են վարկերով, որ երբ բերքահավաք ունենան, ստացված եկամուտից մարեն դրանք, սակայն կորցնելով բերքի մեծ մասը, կանգնել են կոտրած տաշտակի առջև։ Գարիկ Հակոբյանն ասում է, որ ամեն տարի լինում են վնասներ, սակայն այս մասշտաբի վնաս 1-2 տասնամյակ է չեն տեսել։ Կոնկրետ ես վարկեր ունեմ միլիոներ, հիմա այդ վարկերը վերցրել եմ, գարնանից դրել եմ հողի վրա, որ ասենք այդ ամեն ինչը հետագայում փակեմ, ընտանիքիս պահեմ, բայց հիմա ոնց եմ անելու չգիտեմ, ասենք, ոչ մի տեղից եկամուտ չունեմ։ Մեկ էլ ասենք օրինակ ծիրանենին, եթե հնարավոր է գործարանները բարձր գնով, որտեղ 40, 50, 60 դրամով իմաստ չունի դա հավաքել, տանել, հանձնել, իր ծախսը չի հանի, աշխատողի ծախսը չի հանի։ Արտաշատի համայնքապետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Նարեկ Գալստյանի խոսքով դեռ վնասի չափերը ամփոփված չեն։ 5-5.5 ժամ տևել է տեղատարապ անձրև եւ նաև կարկուտ։ Ունենք բնակավայրեր, որ ունենք լուրջ վնասներ, ընդհանուր միջև 70-80% վնասներ գյուղացիական տնտեսությունների, նաև հատվածայինով ունենք կետեր, որ միջև 100%-ի խնդիր ունենք, այսինքն բանջարային կուլտուրաներ, օրինակ ելակ ունենք, որ ընդհանուր այդ տեղատարապ անձրևից եւ կարկուտից հավասարվել է հողին ամբողջությամբ։ Գալստյանը վստահեցնում է, որ հակակարկտային կայանները գործել են, սակայն ցիկլոնը այնքան ուժեղ է եղել, որ չեն կարողացել արդյունավետ լինել։ Արդյոք պետությունը կփոխհատուցի վնասը, հայտնի չէ։ Քաղցրաշենում եւ հարակից գյուղերում սպասում են գյուղացիների վերջին դիմումներին։ Դրանից հետո դրանք կուղարկվեն կառավարություն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 16-ի ասուլիսում ասել էր, որ կհասկանան ինչով կարող են աջակցել տուժած գյուղացիներին։ Հիմա մեր աշխատանքային խմբերը, մարզպետարանների, համայնքների նախարարության հետ ակտիվորեն աշխատանքի մեջ են վնասների գույքագրման համար, որից հետո արդեն համապատասխան որոշումներ կընդունվեն, կհասկանանք ինչպես կարող ենք ուրեմն փորձենք, որպեսզի աջակցենք մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասենք։